Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Արցախցի երիտասարդ կնոջ ու նրա անչափահաս երեխայի վրա մատ թափ տալու եւ բղավելու Հայաստանի վարչապետի արարքը հրաժարվել է մեկնաբանել Արդարադատության նախարարը եւ վստահեցրել, որ կաշկանդված չէ։ Մեր գործընկերները Սրփուի Գալյանին հարցրել են իրավունքի տեսանկյունից խնդիր տեսնում է նախարարը, թե ոչ վարչապետի պահվածքում։ Գալյանը հիշեցրել է դեպքից ժամեր անց հանրային ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունը։ Վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված եւ կարող եք օրինակ մեջբերել վարչապետի հրապարակումը ինչի մասն է խոսքը ներողություն խնդրելու մասին։ Հիմա դա հարց է, թե պնդում է, թե ինչ է։ Ես հայտնվեիք, ինչ կանեիք, այդ ներողությունը կընդունեիք որպես նաև մայր։ Ես կմտածեի ինչ անել եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ինչու ենք անում, լավ ենք անում։ Հայաստանի արտգործնախարարի պատասխանն է քաղաքացիներին պատերազմով վախեցնելու հարցին։ Արարատ Միրզոյանը չի կարծում, թե քաղաքացիական պայմանագրի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում Հայաստանի բնակիչներին, երբ հայտարարում է. Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեիր, հիմա ասում եմ։ Շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն եւ տեղալ օրենք խառնում է բոլորովին։ Իդեպ Արդարադատության նախարարին խորհրդարանում այսօր հարցրել են հնարավոր նոր պատերազմի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի ինքնիշխանության դեմ վերբալ հանցագործություն չեն։ Վստահ եմ, որ հանցագործություն չէ։ Հայ-թուրքական սահմանի Ալիջան սահմանային անցակետի բացումը նախատեսված է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։ Իր աղբյուրներին հղումանելով հայտնում է թուրքական Եսիլիգդիր լրատվամիջոցը։ Հաղորդվում է, որ չնայած երկու երկրներն էլ պատրաստ են իրենց մաքսային շենքերը բացելու, գործընթացը դեռևս պատրաստ չէ։ Հայաստանի արտգործնախարարը եւս մեկ անգամ վերահաստատում է, սահմանի բացումը առաջնահերթություն է կառավարության համար։ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հետ երկխոսությունը դինամիկ ու խոստումնալից է գնահատում։ Օրենսդիրում կառավարության նախորդ տարվա ծրագրի մասին զեկուցելիս Միրզոյանը նաև խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարներից։ Արտգործնախարարն օրինակ տեսնում է, որ երկու երկրների իշխանությունների եւ հասարակությունների տեքստերում ագրեսիան նվազում է եւ չնայած Բաքվում անազատության մեջ են պահվում մեր մի շարք հայրենակիցներ, դա չի փոխում իշխանության որդեգրած վեկտորը։ Սա հեշտ ճանապարհ չի, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով եւ մի օր կունենանք, հուսով եմ, վերջնական նույնիսկ եւ այդ թվում նաեւ հոգեբանական հաշտեցում։ Շուտով հնարավոր է մեր երկրի ու Թուրքիայի կրթական ոլորտները համագործակցեն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ ներկայումս քննարկվում է երկու երկրների բուհերում ուսանողների համար հատուկ կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը, ինչը կարող է երկու երկրների միջև երկխոսության մշակութային եւ հումանիտար կարևոր բաղադրիչներից մեկը լինել։ Երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ շատ հաջող բանակցություններ է ունեցել, որից հետո հրահանգել է ԱՄՆ զինված ուժերին 5 օրով հետաձգել երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Թրամփի խոսքով նա արդյունավետ զրույցներ է ունեցել Մերձավոր Արևելքում թշնամական գործողությունների ամբողջական լուծման վերաբերյալ։ Washington Post-ը հղում անելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի անվտանգության պաշտոնյաներին հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, մեկուսացված եւ չի արձագանքում հաղորդագրություններին։ Ըստ Իսրայելի պաշտոնյաների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ որոշ կրոնական գործիչներ ուժեղացրել են իրենց վերահսկողությունը երկրի նկատմամբ։ Կենտրոնական հետախուզական գործակալությունը, իսրայելական Մոսադը եւ այլ հետախուզական գործակալություններ աշխատում են Խամենեին գտնելու ուղղությամբ։ Նա հանրության առջև չի հայտնվել երկրի գերագույն առաջնորդ հռչակվելուց ի վեր։
Իրանի պաշտպանության խորհուրդը կոշտ հայտարարությամբ սպառնացել է ականապատել Պարսից ծոցի ծովային բոլոր ուղիները եւ ափամերձ գոտին։ Այս քայլին Իրանը կդիմի, եթե հակառակորդը փորձի հարձակվել երկրի ափերի կամ կղզիների վրա։ Ըստ վերլուծաբանների, սա լուրջ սպառնալիք է միջազգային նավագնացության եւ էներգետիկ անվտանգության համար։ Իսրայելի պաշտպանության ուժերն այսօր առավոտյան նոր հարվածներ են հասցրել Իրանին։ Թեհրանի հյուսիս-արևելքում հարձակման է ենթարկվել Իրանի պաշտպանության նախարարության էլեկտրոնիկայի արտադրության շենքը։ Օդային հարվածի հետևանքով շինությունն ամբողջությամբ ավերվել է, ինչից հետո տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածել եւ սպառնալ միմյանց։ Թավրիզի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբոլահի ենթակառուցվածքների դեմ հարձակումների նոր ալիքի մասին։ Հզոր պայթյուններ են որոտացել սահմանամերձ Խիամ եւ Ալ-Թայբեյ բնակավայրերում։ Հեզբոլահն էլ թիրախավորել է սահմանի երկայնքով տեղակայված իսրայելցի զինվորներին եւ զինտեխնիկան։ Իսրայելական կողմը զգուշացրել է, որ Իրանի եւ Հեզբոլահի դեմ գործողությունները դեռ երկար կտևեն։ Իսրայելի բանակի խոսնակը նշել է, որ առջևում դեռ շաբաթների պայքար կա։ Ըստ նրա, նպատակը Թեհրանի վարչակարգի եւ նրա դաշնակիցների թուլացումն է Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Իսրայելական հրամանատարությունը նաեւ ծրագրել է ընդլայնել իր վերահսկողության գոտին Լիբանանի տարածքում։ Հարևան Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պատերազմի 3 շաբաթվա ընթացքում սպանվել է ավելի քան 1400 խաղաղ բնակիչ, հայտնել է իրանական հարցերով զբաղվող մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը։ Վաշինգտոնի ռազմական պաշտոնյաները մեղադրելով իրանցիներին հայտարարել են, որ իրանական ուժերը հաճախ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արձակում հենց բնակեցված տարածքներից, վտանգի տակ դնելով խաղաղ բնակիչներին։ Իրանի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ սպանվել է շուրջ 210 երեխա, 1500 անչափահաս էլ վիրավորվել է։ Նշվում է, որ պատերազմի զոհերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի շատ լինել, քանի որ շարունակվող ռազմական գործողությունները, կապի խափանումները եւ տուժած տարածքների սահմանափակ հասանելիությունը դժվարացնում են որոնողական աշխատանքները։ Եվրամիությունը սկսել է սահմանափակել Հունգարիայի մասնակցությունը գաղտնի հանդիպումներին, կարծելով, որ Բուդապեշտը կարող է գաղտնի տվյալներ փոխանցել Մոսկվային, հայտնել է Պոլիտիկոն։ Սա հանգեցրել է, որ միության բոլոր 27 անդամ երկրների մասնակցությամբ ընդհանուր նիստերի փոխարեն եվրոպական դիվանագիտության զգալի մասն այս պահին իրականացվում է փոքր խմբերի ձևաչափով։ Բանակցություններն ընթանում են E3, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, E4, երբ միանում է Իտալիան, Վեյմարյան եռանկյունի, Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը սերտորեն շփվում է Ռուսաստանի հետ, հայտնել են եվրոպական աղբյուրները Washington Post-ին։ Նրանց խոսքով երկրի արտգործնախարար Պետեր Սիարտոն օգտագործել է միության անդամ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընդմիջումները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին զանգահարելու համար։ Լաոսի մայրաքաղաք Վիենտիանում եւ մոտակա շրջաններում անսովոր ուժեղ կարկուտ է տեղացել։ Պատճառը տաք եւ սառը օդի կտրուկ բախումն է։ Կարկուտին ուղեկցել են ուժեղ քամինդ եւ հորդառատ անձրևը։ Հարյուրավոր տներ վնասվել են։ Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բացնամակով դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, կոչ անելով քննարկել անկախ փաստահավաք առաքելություն ստեղծելու հարցը, որը կուսումնասիրի Հայաստանում ժողովրդավարական կառավարման, դատական անկախության եւ կրոնական ազատության ներկայվիճակը։ Նամակում միջազգային փաստաբանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ չեն արտացոլում հայ ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետները։ Ըստ Ամստերդամի, միջազգային իրավաբանների խումբը իրենց վերջին զեկույցում մանրամասն փաստագրել են եկեղեցու ներքին գործերին կառավարության միջամտությունը, հոգևորականների կալանավորումները, պարակտիչ նախաձեռնությունների խրախուսումը եւ դատական անկախության համատարած էրոզիան։ Ըստ Ամստերդամի, զուգահեռաբար սրվում է նաեւ քաղաքական իրավիճակը ընտրական գործընթացների համատեքստում։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը շուրջ 200 օր պահվել էր կալանավայրի խիստ պայմաններում, այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Փաստաբանի պնդմամբ, քանի որ դատարանը որոշ
որոշում է կայացրել եւս 1 ամսով երկարաձգել նրա խափանման միջոցը, ակնհայտ է դառնում, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին լիարժեք մասնակցելու նրա հնարավորությունները կտրուկ նվազում են։